Ադրբեջանը ինչ սկսեց ապատեղեկատվություններ տարածել իբր թե հայկական կողմից հրադադարի խախտումների մասին, Ռուսաստանը արդեն երկու անգամ մտահոգություն է հայտնում լարվածության ու նման բաների մասին, ինչը տարօրինակ է ինչու, որովհետև վստահաբար Ռուսաստանը պետք է որ հետախուզական տեղեկություններ ունենա սահմաններին տիրող իրավիճակի մասին, առնվազն գոնե նաև հապկի շրջանակում եւ շատ հանգիստ կարող էր մի հայտարարությամբ էլ ինքը հերքել, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, ինչը չի անում եւ այդ խնդիրը մնում է Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության վրա եւ կարեւոր է նաեւ որ այս համատեքստում այդ Եվրամիության առաքելությունը նշեց, որ գիշերային բարեկության թվականակն են սկսում ավելացնել ու դրան զուգահեռ հիբրիդային գրոհները չեն դադարում Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ասում է, որ Հայաստանում Ադրբեջանին եւ Թուրքիային ձեռնտու իշխանություն է հիմա գործում եւ Կրեմլի պետական ռոպագանդայի առանցքային դեմքերից մեկը Մարգարիտա Սիմոնյանը ասում է, որ եթե Աստված մի արածե Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հաստատվեն ոչ բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանը իհարկե շատ կտխրի, իսկ Հայաստանը ամենայն հավանականությամբ ընդհանրապես չի լինի։ Գիտեք, բնականաբար այդ հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, իսկապես միգուցե այսօր Ռուսաստանում տխուր են, որ Հայաստան պետություն գոյություն ունի, քանի որ ես բազմիցս նշել եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ այդքան կամ ոչ միայն Ղարաբաղի կամ Արցախի մասին էր, այլ այդ պատերազմը նախ եւ առաջ Հայաստանի գոյության կամ չգոյության մասին էր եւ բնականաբար Ռուսաստանում շատերը տխուր են, որ Հայաստանը այսօր կա եւ այն պլանները կամ այն հիմնական պլանները, որոնք նախագծել են կամ նախատեսել են, այսօր իրականություն չեն դառնում։ Այս հայտարարությունների ֆոնին ես տարօրինակ եմ համարում, որ մեր իշխանությունները դեռևս Հայաստանում չեն արգելում գործել այնպիսի լրատվամիջոցներ, կազմակերպություններ կամ անհատների գործունեությունը, որոնք ուղիղ առնչություն ունեն այդ անհատների հետ, նույն ռուսական Սպուտնիկ Արմենիա գործակալությունը, որի գլխավոր խմբագիրը այդ նույն Մարգարիտա Սիմոնյանն է, կամ տարբեր դեմքեր Ռուսաստանից գործուղված, ովքեր այսօր հստակ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության պետականության ու ինքնիշխանության դեմ կամ թեկուզ Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, սա ցույց է տալիս այն հիբրիդային պատերազմի, տեսեք, կա խորը թաքնված նաև հիբրիդային պատերազմ եւ կա այդ հիբրիդային պատերազմի այսպես գագաթնակետը, որ այլևս ամեն ինչ ակնհայտ է եւ մենք այսօր գտնվում ենք այդ փուլում եւ այդ մարդիկ այլևս ոչ մի բան չեն թաքցնում եւ պարզ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ինքնիշխանությանը։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ բարեկամական գործողությունները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ չի արել եւ բնականաբար եթե ոչ բարեկամական դրսևորումներ են եղել, դա եղել են Ռուսաստանի Դաշնության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համատեքստում։ Տեսեք, դուք նշեցիք, որ Մարիա Զախարովան այսպես անհանգստություններ է հայտնել այդ կրակոցների հետ կապված։ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ընդամենը մոտ 200 հոգանոց առաքելություն է եւ այդ մարդիկ գիշեր-ցերեկ այսպես մոնիտորինգ են իրականացնում, մինչդեռ Հայաստանում պաշտոնական տվյալներով առնվազն Գյումրի 102-րդ ռազմաբազայում կա մի քանի հազար, առնվազն 2000 ռուսական զինծառայող եւ ուրեմն դերևս պաշտոնապես եւ իրավական տեսանկյունից Հայաստանը հանդիսանում է դեռ մի կողմ դնենք ՀԱՊԿ-ն, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ ունի Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական փաստաթուղթ փոխօգնության եւ անվտանգության ապահովման, այսպես հայտնի այդ մեծ փաստաթուղթը եւ երբ որ Ռուսաստանը բարձրաձայնում է տեսեք, երբ որ Ադրբեջանը այդ կեղծ հայտարարություններն է տարածում, մենք տեսնում ենք պարբերաբար, որ եվրոպական դիտորդական առաքելությունը
հերքում է դրանք։ Ես համոզված եմ, որ փակ տեղեկատվության մեջ եվրոպական դիտորդական առաքելությունը շատ ավելի հաճախ եւ շատ ավելի մանրամասն տեղեկություն է հաղորդում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եւ այդ կենտրոններում ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, թե ինչ է տեղ ունենում։ Սակայն երբ որ Ռուսաստանի Դաշնությունը խոսում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններից ու մյուս կողմից նման այսպես լղոզված հայտարարություններ է անում եւ ուրեմն ենթատեքստում նաև Հայաստանին է մեղավոր ճանաչում այդ ադրբեջանական հերյուրանքների կամ կեղծ տեղեկատվության մեջ, ապա հենց այստեղ այդ ոչ բարեկամական հարաբերությունները մենք տեսնում ենք եւ այստեղ է որ Ռուսաստանը պետքա ուրեմն որպես Հայաստանի Հանրապետության գոնե փաստաթղթերով ռազմավարական դաշնակից իսկապես կոնկրետ հայտարարություններ անի, հասցեական հայտարարություններ անի, ոչ թե հավասարություն դնի երկու կողմերի միջև եւ ասի թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Բայց քանի որ ես համոզված եմ, որ ինչպես նշեցի, սա Ադրբեջանի, Ռուսաստանի ուրեմն միջև պասերով խաղ է հիշեցնում, երբ որ Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում որոշակի լարումներ եւ միակ ռեալ գործիքը մնացել է Ադրբեջանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի կողմից հրահրվելով նման քայլերի են գնում, ապա խոսել բարեկամական հարաբերություններից կամ Հայաստանին մեղադրել ոչ բարեկամական գործողությունների մեջ, ես կարծում եմ դա բարոյականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ այսօր այո Ռուսաստանի պաշտոնական փաստաթղթերով ռազմավարական դաշնակիցը ունի խնդիրներ եւ վերջին առնվազն 4-5 տարիների ընթացքում մենք լսել ենք գրեթե աշխարհի գրեթե բոլոր երկրներից ուրեմն հստակ հասցեական հայտարարություններ բացի Ռուսաստանից։ Տեսեք, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ից 19 գործողվելու է Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ միջխորհրդանական վեհաժողովների մասնակցելու եւ այլն։ Իհարկե, բոլոր երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ պետք է ունենալ շփումներ, պետք է հաղորդակցություն ունենալ, պահպանել, իհարկե երբեմն գուցե հանդիպել եւ այլն։ Սրա մասին չէ խոսքը։ Բայց երբ Ռուսաստանը նպատակաուղղված Հայաստանի դեմ նաև վարում է հիբրիդային պատերազմ, օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները, տեղ-տեղ նաև Ադրբեջանի միջոցով փորձում հենց ուղիղ ռազմական գործողություններով տարատեսակ հարցեր լուծել եւ այլն, եւ սրա դեմ հիմնականում նույն հիբրիդային գործիքների դեմ, հա, պետական մակարդակով անգործությունը խոցելի է դարձնում մեզ որպես հասարակություն նաեւ, հա, մենք ոնց որ հասարակությունը մեն-մենակ է մնում այդ հիբրիդային գրոհների դեմ։ Օրինակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ վերջերս Google-ը մեծ հետազոտություն է արել եւ Հայաստանում թիրախավորվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները, ռազմաքաղաքական ներկայացուցիչները, վերնախավները, դիվանագետները հիմնականում թիրախավորվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Ուզում եմ ասեմ, սրան հակազդելու միջոց իսկապես երկիրը չունի։ Տեսեք, սա շատ կարևոր խնդիր է, ոչ միայն հիբրիդային պատերազմի զուտ, հա, տեղեկատվական, քարոզչական, այլ մեծ առումով մեր քաղաքական համակարգի համար սա լուրջ խնդիր է։ Հայաստանը փոքր պետություն է, իսկ Ռուսաստանը գերտերություն է, գրեթե անսահմանափակ ռեսուրսներով, եւ Հայաստանում իրականացնել նման սա Հայաստանի դեմ իրականացվող հատուկ գործողություն է եւ այո օտարերկրյա հատուկ ծառայություններում հենց այդպես էլ կոչվում է այլ երկրների դեմ իրականացվող նման գործողությունները դրանք համարվում են հատուկ գործողություններ եւ այդ հատուկ գործողությունը Հայաստանի նկատմամբ տարվում է տարիների վեր, այս վերջին առնվազն 2, 3, 4, 5 տարիների ընթացքում Եվ այստեղ խնդիրը գիտեք որն է, մենք գիտենք բոլոր գործող անձանց, բայց կարծեք թե որևէ կոնկրետ քայլերի չենք դիմում, մենք սպասում ենք օրինակ դանակը հասնի ոսկորեն, օրինակ, չգիտեմ, Ռոսիա 24 ալիքի եթերում վերջին վիրավորանքները հասցնեն Հայաստանի Հանրապետության իշխանություններին, նոր մենք ինչ որ քայլեր ձեռնարկենք, բայց մենք տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով այդ լրատվամիջոցները, այդ ռեսուրսները քողարկված եւ ակնհայտ ձևով
իրականացնում են հակաքարոզչություն, հակապետական քարոզչություն, հակահայկական քարոզչություն, Հայաստանի անկախության ու ժողովրդավարության դեմ քարոզչություն եւ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, որ դա արվում է բավականին բացահայտ։ Տեսեք, ես վերջերս իմ հարցազրույցներից մեկում անդրադառնալով Գյումրիի ընտրությունների թեմային, թե ինչու օրինակ կոնկրետ անձը ընտրվեց, ես այդտեղ մեղադրեցի կոնկրետ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գոնե ներքին կյանքում, ներքին քաղաքական կյանքում ունեն լուրջ պատասխանատվության բեռ եւ այդ բեռը կարծեք թե այդ բեռում կարծեք թե թերանում են, քանի որ տեսեք, իշխանությունները ասում են, որ օրինակ Վարդան Ղուկասյանի ընտրությունը կամ նման ընտրություններին մասնակցել է, նման ձայների հավաքելը, հետագայում կարծում եմ կդառնա նաև քաղաքապետ դառնալը դա դեմոկրատիայի դրսևորում է, սակայն ես համոզված եմ, որ այս ամենը դեմոկրատիայի հետ որևէ աղերս չունի, քանի որ դեմոկրատիան ինքը բավականին ավելի բաց ռեժիմ է, քան օրինակ ավտորիտար ռեժիմները եւ դեմոկրատիաները հենց շատ հաճախ տապալվում են հենց դեմոկրատական գործիքները օգտագործելու միջոցով, երբ որ ավտորիտար, հա, կամ չգիտեմ, հանցավոր կլանային այդ անձինք օգտագործելով ժողովրդավարական գործիքները գալիս են իշխանության եւ առաջին բանը, որ անում են, դա ժողովրդավարության ոչնչացումն է եւ այստեղ ես այսպես խոսք ունեմ, ասում եմ, երբեմն ժողովրդավարությունից պաշտպանելու նաև անհրաժեշտություն կա եւ այս համատեքստում ես բերում եմ ուրեմն վերջերս նույն Եվրոպական միությունում տեղի ունեցած զարգացումները Ռումինիայի օրինակը մենք փորձում ենք Ռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, մինչդեռ օրինակ նույն Եվրոպական միության անդամ երկիր ժողովրդավարական Ռումինիայում պարզապես վերցրեցին եւ արգելեցին հակահամակարգային, հակաժողովրդավարական, չգիտեմ, հակաանկախական, հակապետական, ուրեմն պրոքսի անհատի մասնակցությունը նախագահական ընտրություններին եւ դա որևէ հակաժողովրդավարական քայլ չէր լինի, ընդհակառակը հենց ժողովրդավարության շահերից ելնելով պետք է արգելվեր այդ մարդու մասնակցությունը ընտրություններին, քանի որ եթե նա հաղթեր այդ ընտրություններին, ապա երաշխավորված էր, որ Ռումինիայում այլևս խաչ կքաշեին ժողովրդավարության վրա եւ հետեւաբար այս համատեքստում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, չգիտեմ, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների եւ այլնի շահերից պետքա նման քաղաքական ուժերին, նման չգիտեմ, կլանային ուժերին, նման պրոքսի ուժերին, ովքեր ամենօրյա ռեժիմով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման դիրքերից, այդ մարդկանց եւ քաղաքական ուժերի ուրեմն գործունեությունը քաղաքական դաշտում պետքա ուրեմն սահմանափակվի եւ ընդհանուր արգելվի, քանի որ դա ավտորիտար մոտեցում չի, դա ժողովրդավարական մոտեցում է, քանի որ այո, ժողովրդավարությունը պետքա պաշտպանենք հենց նման քաղաքական ուժերից եւ անհատներից, ովքեր այլևս բացահայտ եւ ակնհայտ հայտարարում են իրենց նպատակների մասին, իսկ այդ նպատակները հետեւյալն են, այդ նպատակները Հայաստանի Հանրապետության անկախության զոհաբերումն է իմպերիայի շահերին, Հայաստանը գուբերնիա դարձնելն է եւ Հայաստանում ժողովրդավարության վրա վերջնական խաչ քաշելն է։ Նույն Գյումրիի օրինակը ցույց տվեց, թե ինչպիսի հակաքարոզչություն տեղ ունեցավ կոնկրետ դաշինքի դեմ եւ փաստացի մենք ականատես եղանք, թե ինչպես այդ պրոքսի ուժերը կարողացան վախեր սերմանել Հայաստանի ժողովրդավարական ապագայի նկատմամբ եւ փաստացի հասան որոշակի հաջողությունների։ Ահա մենք պետքա Գյումրու օրինակը հաշվի առնելով այնպես անենք եւ պահանջենք մեր իշխանություններից, որպեսզի այդ մոդելը հանկարծ չտարածվի համապետական մակարդակում, իսկ այդ մոդելը համապետական մակարդակում տարածվելու մեծ շանսեր եւ հնարավորություններ կան։